ձեզ խաբել են այն մասով, որ հեչում կատարվել են այսպիսի մասսայական կամ համակարգված ավելանումներ, միանշանակ եմ ասում, որտեղ այս ամբողջ կետերը բերել է դրան, ձեզ խաբել են ընդամենը երկու պատճառով, որպեսզի շագերտների մեջ պատժեն Սամվել Կարապետյանին կամ բերեն բանակցությունների դաշտ, եւ երկրորդ պատճառը, որպեսզի ինչպես հիմա կտեսնենք երեկվա հոսանքազրկումների հետ կապված Էջմիածնի քրեական գործընթացներն են, թե չէ մեր ժամանակ հանգարց միտեղ հոսանք երկրում միջև մագի գլխավոր քարտուղար, այսպես ասած աղմուկ էր լինում։ Եվ երկրորդ հարցը, որ խաբել են այս հարցի կոնտեքստի մեջ, ձեզ խաբել են ցանկություն ունենալով իբրև թե հեծը այնպիսի, այսպես Սամվել Կարապետյաններով ծառայել է քաղաքական նպատակների, հիմա իրանք են ուզում ծառայեցնել, հիմա արդեն պարզ փորձը ցույց է տալիս, որ մեր ժամանակ հեծում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում եւ այս ուժի, եւ իշխող ուժին, եւ ընդդիմադիր, եւ նաեւ նեյտրալ, այսպես մարդիկ, իսկ այսօր բոլորը տեսնում եք, որ եթե անգամ տեղական ԿՊ-ի ներկայացուցիչներ չեն, ու ամենայն դեպս վկայականով, բայց ներքուստ ավելի, այսպես, ԿՊ-ական են, քան մնացածը։ Մի խոսքով հաշվի առնելով այս ամեն ինչը հայկել հայրենակիցները ձեզ խաբել են։ Ես որոշումը համոզված եմ ինչա լինելու, բայց դա ինձ համար ամենայն դեպս նորություն չի, եւ այստեղ եմ ոչ թե հանձնաժողովի վրա ինչ-որ ձեւով ազդելու, ես ուզում եմ ասեմ, որ ամենայն դեպս ես այստեղ եմ, ես 3 օրվա ընթացքում ձեզ այս ամեն ինչը ցույց տալու համար։ Հանձնաժողովի որոշումը բավություն եւ կայացնելու է։